Հեծում աշխատանքից ազատում են աշխատակիցներին ընդդիմադիր քաղաքական հայացքների համար։ Նյուզեեմին հայտնի տեղեկություններով 3 աշխատակիցներ՝ Վահագնի Ստեփանյանը, Գեգամ Խլոյանը եւ Նարեկ Շահոյանը, ազատվել են աշխատանքից վերոնշյալ պատճառով։ Աղբյուրի փոխանցմամբ նրանք մայիսի 15-ին ոչ աշխատանքային ժամերին մասնակցել են Ուժեղ Հայաստան դաշինքի Վարդենիսում կազմակերպած հավաքին։ Դրանից հետո աշխատակիցները հրավիրվել են ղեկավարության հետ հանդիպման, որտեղ նրանցից պահանջել են փոխել քաղաքական հայացքներն ու չաջակցել Ուժեղ Հայաստան դաշինքին։ Սակայն նրանք հրաժարվել են, պնդելով, որ Ուժեղ Հայաստանի միջոցառումներին մասնակցում են ոչ աշխատանքային ժամերին եւ դա իրենց սահմանադրական իրավունքն է եւ որևիցե կերպ չի խոչընդոտում իրենց աշխատանքային գործունեությանը։ Ընտրություններից անմիջապես հետո աշխատակիցներին կանչել են Գեղամա մասնաճյուղի ԿՊԱ-ական տնօրեն Արա Հակոբյանի մոտ, որն էլ պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Շիրակի մարզում հաշվում են կարգտահարության վնասները։ Մարզպետ Դավիթ Արուշանյանի հանձնարարությամբ ձևավորված հանձնաժողովը դեռ նախօրեից սկսել է Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։ Հաշվառվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին եւ մշակաբույսերին պատճառված վնասը։ Վնասների գույքագրում իրականացվում է տեղում, յուրաքանչյուր համայնքում։ Երեկվանից սոցցանցերում տարածվում են Շիրակի մարզի բնակիչների տեսանյութերը, կարկուտի ու դրա վնասների չափերը։ Արդեն 5 օր է Բամբակ գետում չեն դադարում 13-ամյա Նարինե Մարտիրոսյանի որոնումները։ Աղջկան գտնելու հույսը օրորի մարում է։ Միացել են բազմաթիվ կամավորներ, տեխնիկա, փրկարարներ բոլոր մարզերից, ջրասուզակներ։ Վաղ առավոտից մեկնարկել են որոնումները, սակայն գետի վարարությունն ու տիղմը շատ են խանգարում։ Անգամ հատկացված տեխնիկան չի կարողանում օգնել։ Նույնիսկ դրոններն են գործի դրվել, աղջկա հետքն անգամ չի երևում։ Որոնումները կշարունակվեն այնքան, մինչև աղջկա մարմինը չհայտնաբերվի։ Իսկ այս ընթացքում դեռ չեն հուղարկավորել նրա քրոջը 7-ամյա Նարեին, սպասում են երկրորդ աղջկա մարմինը հայտնաբերելուն։ Նարեի մարմինը հայտնաբերվել էր հունիսի 17-ին, ողբերգական դեպքից 2 օր անց։ Հունիսի 15-ին քույրերը փորձել էին գետն անցնել այնտեղ տեղադրված խողովակի վրայով, շրջանցելով վերգետնյա անցումը, որը կերկարացներ իրենց ճանապարհը։ Այդպես էլ վերջնագետին չէին հասել։ Մինչ օրս ստացված տեղեկությունների համաձայն մի քույրն ընկել է գետը ու սկսել խեղդվել, մյուսն էլ փորձել է օգնել ու ինքն էլ է հայտնվել այնտեղ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը լիովին կորցրել են իրենց արժեքն ու նշանակությունը։ Տաջիկստան կատարած այցի ընթացքում լրագրողների զրույցում անդրադառնալով եվրոպական կառույցի վերջինային բանաձևին, որ պետք է վերանայել Վրաստանի հետ վիզաների ազատականացման հարցը, ինչպես նաև սահմանափակել ֆինանսական օգնությունը երկրի իշխանություններին, միաժամանակ հնարավորություն թողնելով աջակցել քաղաքացիական հասարակությանն ու ոչ կառավարական հատվածին, վարչապետը շեշտել է, որ այն պարունակում է խտրական մոտեցումներ։ Կոբախիձեի խոսքով մեջբերում այն դրույթը, ըստ որի վիզաների ազատականացումը պետք է պահպանվի միայն ընդդիմադիր կամ հասարակական հատվածի ներկայացուցիչների, այսպես կոչված գործակալների համար, առողջ մոտեցում չէ եւ վիրավորական է վրաց ժողովրդի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ Վրաստանի հասարակությունը արժանի է եվրոպական բյուրոկրատիայի արդար վերաբերմունքին, ոչ թե երկակի ստանդարտների կիրառմանը, որոնք ըստ նրա այժմ տեսանելի են դարձել։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Շվեյցարիա, որտեղ սպասվում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Նախագահ Դոնալդ Թրամփի մյուս հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն արդեն գտնվում է Շվեյցարիայում։ Ըստ Axios-ի բանակցությունները պետք է սկսվեին ուրբաթ, սակայն հետաձգվել էին Լիբանանում Իսրայելի եւ Հեզբոլայի միջև մարտերի պատճառով։ Տեղեկացված աղբյուրի համաձայն Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին շաբաթօրը նախատեսում է մեկնել Շվեյցարիա, սակայն աղբյուրը նշել է, որ ծրագրերը դեռ կարող են փոխվել։ Թեհրանը պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ դիվանագիտական գործընթացը, եթե Միացյալ Նահանգները լրջություն ցուցաբերի։ Կատարական Ալ Ջազիրայի հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։ Մենք պատրաստ ենք քայլ առ քայլ առաջ գնալ, եթե հակառակ կողմն էլ նույնպիսի լրջություն դրսևորի, նշել է նա։ Հարցազրույցի ընթացքում Խատիբզադեն դատապարտել է նաև Լիբանանի ուղղությամբ Իսրայելի վերջին հարձակումները, ընդգծելով, որ եթե Իսրայելը շարունակի պատերազմը, ապա կլինեն ծանր եւ անխուսափելի հետևանքներ։ Նա հավելել է, որ Իրանը ձգտում է խաղաղություն հաստատել բոլոր ճակատներում, այդ թվում Գազայում, եւ պարզաբանել, որ հակամարտության պատճառով Լիբանանը ներառվել է փոխըմբռնման հուշագրում։
when you have such different leaders. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ կարող է դադարեցնել Լիբանանի դեմ իսրայելական հարվածները։ Նրա խոսքով Իսրայելում իրեն շատ են հարգում եւ մեկ խոսքը բավական է, որպեսզի կռիվը վերջանա։ Մինչդեռ Իսրայելի զինուժը պնդել է, որ շարունակելու են հարվածները մինչև չվերացնեն Հեզբոլլահի վերջին թիրախը։ Թրամփի ինքնավստահությունը հավանաբար բարձրացել է Իրանի հետ համաձայնության գալուց հետո, սակայն այս ամենի ֆոնին լարվել են Իսրայելի հետ հարաբերությունները, որքան էլ երկրները փորձում են դադարեցնել համերաշխության քողի ներքո։ Օրեր առաջ Իրանի հետ համաձայնագրի հետ բանակցությունների վերաբերյալ պայմանավորվելուն զուգահեռ Թրամփը Նեթանյահուին հորդորել էր դադարեցնել Լիբանանի դեմ հարվածները, քանզի Իրանի հետ համաձայնագրում ներառված էր եղել նաև Լիբանանի հակամարտության հարցը, իսկ Նեթանյահուն արել էր հակառակը, հրամայել էր ավելի ինտենսիվ մարտեր վարել։ Կիևի հետ գործ ունենալիս այլևս կանոններ չեն կարող լինել, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով Ուկրաինայի դեմ պատերազմում միակ մնացած սահմանափակումն այն է, որ քաղաքացիական անձինք չպետք է դիտավորյալ թիրախավորվեն։ Պատերազմի օրենքների եւ սովորույթների վերաբերյալ Հագայի կոնվենցիաները այլևս անհրաժեշտ չեն։ Пан Лукашенко говорить, що він не хоче бути втягнутим в цю війну. Երբ Լուկաշենկոն ասում է, որ չի ուզում ներքաշվել այս պատերազմի մեջ, ապա նա պետք է անկեղծ լինի, գոնե իր ժողովրդի հետ։ Հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով ոչ թե ինքը Լուկաշենկոն կարող է ներքաշվել պատերազմի մեջ, այլ Ռուսաստանը կներքաշի ամբողջ Բելարուսը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերակատարությանը, նա նշել է, որ առաջին անգամ ամերիկյան կողմը դրականորեն է արձագանքում իրենց հրթիռների արտադրության լիցենզիաների գաղափարին։ Մեջբերում նախկինում ես բարձրացրել եմ այս հարցը եւ տրամադրել եմ այս տեղեկատվությունը, սկսած նախագահ Բայդենի վարչակազմից, բայց մենք երբեք ոչինչ չենք ստացել։ Այժմ Աստծո կամքով նրանք կանցկացնեն բոլոր անհրաժեշտ խորհրդակցությունները համապատասխան կողմերի, արտադրողների, վարչակազմի եւ զինվորականների հետ։ Մեջբերման ավարտը։ Կոլումբիան պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա վաղը, հունիսի 21-ին։ Երկրի քաղաքացիները ընտրություն պետք է կատարեն երկու արմատապես տարբեր քաղաքական ուղիների՝ ցախակողմյան սենատոր Իվան Սեպեդայի եւ ծայրահեղ աջակողմյան տեխնացու Աբելարդո դե լա Էսպրիելայի միջև։ Իվան Սեպեդան հանդես է գալիս գործող նախագահ Գուստավո Պետրոյի քաղաքականության շարունակության օգտին։ Նա պաշտպանում է աղքատության հաղթահարման ուղղված միջոցառումները եւ զինված խմբավորումների հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու քաղաքականությունը։ Ի հակադրություն նրա Աբելարդո դե լա Էսպրիելան խոստանում է կտրուկ փոփոխություններ, մերժելով բանակցությունները եւ առաջարկելով հանցավորության դեմ պայքարի ավելի կոշտ, ռազմականացված մոտեցումներ։ Մայիսի 31-ին կայացած առաջին փուլում հակառակ նախնական հարցումների Էսպրիելան անսպասելիորեն առաջ է անցել ստանալով ձայների 43.7%, մինչդեռ Սեպեդան ստացել է 49%։ Նախքան երկրորդ փուլը հարցումները դե լա Էսպրիելային որոշակի առավելություն են կանխատեսում, սակայն արդյունքները անկանխատեսելի են։ Ընտրությունների նախաշեմին գործող նախագահ Գուստավո Պետրոն կոչ արել քաղաքացիներին զերծ մնալ բռնությունից եւ հանգստություն պահպանել քվեարկության ընթացքում, դատապարտելով քարոզարշավի ընթացքում հնչող ագրեսիվ եւ վտանգավոր հռետորաբանությունը։ Ընդհանուր առմամբ Կոլումբիայում քվեարկության իրավունք ունի ավելի քան 41 միլիոն մարդ։ Գիշերը Մյունխենում իրար են բախվել երկու բեռնատար գնացքներ, պատարի հետևանքով կամ մեկ զոհ։ Գնացներից մեկը դուրս է եկել ռելսերից, ինչի արդյունքում երկու դատարկ վագոն պոկվել եւ 5 մետր բարձրությունից ընկել են մեքենաների համար երթևեկելի գոտի։